բայց ցավոք սրտի այս նախագծերի փաթեթի բուն հակասոցիալական էության մասին չխոսեցիք։ Հիմա դուք սա անկերպով ասում եք համահարթեցնում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստը, բայց դուք չեք ասում, որ օրինակ այսօր ստանում է երեխան, երբ որ երրորդ ընտանիքի կամ 4-րդ, 5-րդ երեխան է, 2 անգամ ավել կամ 3 անգամ ավել միանվագ գումար, քան դուք առաջարկում եք։ Այսինքն 1 միլիոն դրամը երրորդ երեխայի համար այսօր վճարվող միանվագ նպաստը 1 միլիոն դրամը դուք ասում եք թող դառնա 500,000 դրամ։ Ճիշտ է։ Հիմա երկրորդ կարևոր խնդիրը։ Դուք բերում եք ժողովրդագրության վերաբերյալ, ասում եք նպաստները անունը փոխում ենք, չգիտեմ ինչը դարձնում ենք նպաստ։ Լավ։ Բայց այն ամենակարևոր խնդիրը, որ 2018 թվականից սկսած խոսվում է եւ նաեւ ձեր կառավարության ծրագրերում կա բազմազավակ ընտանիքների աջակցության մասին համապարփակ օրենքի նախագիծ, որ նաեւ 2 անգամ ներկայացրել եմ, մերժել եք։ Ինչի՞ չեք բերում, որ համալիր աջակցություն ցուցաբերեք այդ ընտանիքներին։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, այսօր օրինակ երրորդ երեխան երբ ընտանիքում ծնվում է, ստանում է 1 միլիոն դրամ միանվագ նպաստ։ Նաև նշեցի, որ 2022 թվականին կառավարությունը մի այսպիսի էքսպերիմենտալ ծրագիր հաստատեց, որով կգնահատեր արդյոք այն ունենում է ազդեցություն երրորդ կամ ավելի բարձր կարգաթվով երեխաների ընտանիքների ծնունդների վրա եւ ինչպես նշեցի այդ էքսպերիմենտը կարող ենք հաջող համարել, որովհետեւ 22 թվականին գործարկված ծրագրի ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն էր եւ ձեր հաշվարկով այսօր ստանում է, եթե չհաշվենք այդ ծրագիրը, ստանում է 1 միլիոն, մեր նոր առաջարկով ստանալու է կես միլիոն եւ դրան գումարվելու է 6 տարի շարունակ 50,000 դրամը, որը 3.6 միլիոն պլյուս կես միլիոն 4 միլիոն 100,000, ընդ որում նշեմ, որ 50,000 դրամ ստանալը, եթե անկանխիկ եղանակով ամբողջությամբ ծախսվի, մինչև 10,000 դրամ էլ հետվճար կարելի է ստանալ եւ դա 6 տարի շարունակ կարող է տեղի ունենալ, եթե անկանխիկի տոկոսը հետագայում չբարձրանա կամ փոփոխությունների չենթարկվեն։ Արձագանքից հետո համեցեք։ Պարոն Խաչատրյան, անկախ նրանից դա եղել է ժամանակավոր ծրագիր թե ինչ, կոնկրետ 2025 թվականին, երբ որ մեկի ընտանիքում մեր հայրենակիցներից ծնվել է երրորդ երեխան, ստացել է 1 միլիոն դրամ միանվագ, օգնություն ասենք կամ գումար, իսկ նաև այդ ծնողը ստացել է 60,000 50,000, չէ՞, կարծեմ ամսական նաև 50,000 դրամ։ Հիմա դուք ասում եք, եկեք սա անունը դնենք նպաստ, ավելի կայուն հիմքեր օրենքում, շատ լավ, այդ նորմալ է։ Բայց մի դրական բան որ անում եք, ինչ եք անպայման մի հատ էլ հետը բացասական հակասոցիալական անում։ Ինչ եք մարդու 1 միլիոն դրամ ստանալիք միանվագ դրամական օգնության չափը կամ նպաստի չափը դարձնում 500,000։ Այս պարզ բանը, թե չէ հիմա, այո, որ ավանդ դնի այդ փողը, էլի տոկոս կստանա, որ չգիտեմ, ներդնում անի փոքր բիզնեսում ավելի կաճի, այդ բան ենթադրյալ շղթան թողեք, կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան տվեք։ Կոնկրետ հարցին, պարոն Ավետիսյան, կոնկրետ պատասխան ենք տալիս։ Գործուման նպաստի մեկ տեսակ այս դեպքում, որը քննարկում ենք, որը միանվագ նպաստն է, 1 միլիոն է։ Մենք հիմա առաջարկում ենք այն ծրագիրը, որը գործարկվել էր 2022 թվականին 3 տարի ժամկետով, 4 տարի ժամկետով, ավարտվում է եւ այդ փորձառությունը բավական դրական արդյունքներ է գրանցել։ Մենք հիմա ասում ենք 1 միլիոնի փոխարեն կտանք 4 միլիոն 100,000 դրամ։ Հələ այդ ավանդ բան, այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Ինչ վերաբերում է նրան, որ այս ընթացքում մենք էքսպերիմենտ ենք արել, այո, եղել են ընտանիքներ, ովքեր դրանից շահած են դուրս եկել, որտեղ երկուսից էլ օգտվել են միաժամանակ, ինչը կարծում ենք դրական բան է, բայց նաև համաձայն չեմ այն մտքի հետ, որ տուժելու են ընտանիքները, այն իմաստով, որ մենք այս համահարթեցումը
առաջարկում ենք ուժի մեջ մտցնել 26 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի այն ընտանիքները, ովքեր այսօրվա գործող պայմաններով պլանավորել էին ունենան երեխա, իրենց լեգիտիմ ակնկալիքը դրանով չնվազեցվի։ Շնորհակալություն։ Արմեն Վիկյուրյան, համեցեք։ Պարոն Խաչատրյան, դուք կարող եք ներկայացնել, ասենք, քանի երեխա է ծնվել այս ծրագրի շրջանակներում 3-րդ, 4-րդ, 5-րդ, ովքեր ստացել են 1 միլիոն եւ համապատասխանաբար 1.5 միլիոն աջակցություն միանվագ, եւ արդյոք մեր երկրում առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդն է շատ ավելի խնդրահարույց, թե 3-րդ, 4-րդ, 5-րդ, եւ ինչքանով է ձեր այս ծրագիրը նպաստելու ժողովրդագրության խնդրի լուծմանը։ Մեր ժողովրդագրության խնդիրը լուրջ է 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ ավելի երեխաների ծնելիության հարցում, բայց առաջին եւ երկրորդի մեջ մենք այդքան լուրջ խնդիրներ չունենք եւ արդյոք համահարթեցումը չի նշանակում պարզապես ընտանիքներին նորից հետ բերել 1-2 երեխաների ունենալու լուծում։ Տիկին Գյուլիան, մենք իրականում եւ ժողովրդագրության ռազմավարության շրջանակում վերլուծություններ ենք կատարում եւ նաեւ ծնունդների ցուցանիշները փաստում են, որ առաջին եւ երկրորդ երեխա ունենալու հետ կապված այսօր մենք բախվում ենք դժվարությունների, որովհետեւ այդ թվերը նվազում են։ Եվ եթե 2014 թվականին ծնվել էր առաջին 19500 երեխա, երկրորդ 16000, ապա 24-ին 11000 առաջին եւ 10500 երկրորդ։ Այնինչ երրորդ եւ հաջորդի մասով ունենք աճեր, օրինակ 14 թվականին 332 հինգերորդ հաջորդ, 2024-ին 711, նույնը նաեւ 4-րդ եւ երրորդներին է վերաբերում, եւ մենք այսօր խնդիր ունենք, շատ ավելի մեծ խնդիր ունենք առաջին եւ երկրորդ երեխաների հետ կապված ուրեմն հարցեր քննարկել, այսինքն դրանք քննարկված են եւ ռազմավարության ներքո մենք պատրաստել ենք գործողությունների ծրագիր, որտեղ հասցեագրվում են նաեւ առաջին ու երկրորդների հետ կապված հարցեր։ Համեցեք արձակ։ Պարոն Խաչատրյան, իսկ երբ այդ թվերին դուք հանգեցիք, դուք ուսումնասիրություն արեցիք, թե առաջին, երկրորդ երեխաների ծնելիության այդ քանակի նվազեցումը ինչով է բացատրված։ Ընտանիքները ձևավորվում են, երեխաները չեն ծնվում, թե պարզապես ընտանիքներ չեն ձևավորվում, ամուսնություններ չեն գրանցվում, դրանց թիվն է պակասել, թե արտագաղթն է ուժեղացել, թե ամուսնալուծություններն են շատացել, չէ՞ որ առաջին, երկրորդ երեխայի պակաս ծնելիությունը մենակ մի այդ շատ բաղադրիչներից է կազմված եւ արդյոք ձեր ես փաստորեն արդեն կայացած 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին դուք առաջարկված գոյություն ունեցող աջակցությունը նվազեցնում եք եւ դրանով չեք էլ փորձում լուծել առաջին 2 երեխա ունեցողների հիմնախնդիրը։ Ընտանիքները չեն ձևավորվում, ամուսնալուծությունները շատանում են, արտագաղթը ուժեղանում է։ Սրանք են հիմնախնդիրներ, որոնք պետք է որպես ժողովրդագրական հիմնախնդիր լուծվի եւ կառավարության ուշադրության կենտրոնում լինի, ոչ թե սա չլուծել, այդ մյուս լուծումն էլ, որը բավականին արդյունքեր տվել, մի բան էլ հետ կանչել։ Տիկին Գյուլիան, մենք չենք նվազեցնում, ընդհակառակը շատացնում ենք, որովհետև բերված օրինակով 1 միլիոնի փոխարեն ստանալու է կես միլիոն եւ եւս 3-6 միլիոն դրամ, այսինքն 1 միլիոն եւ 4 միլիոն 100,000 դրամ 6 տարվա ընթացքում։ Շատ լավ է, 6 տարվա մեջ, որովհետև մենք մեր վերաբերմունքն ենք ցուցաբերում այն ընտանիքներին, ովքեր գնացել են այդ որոշման, որ ունենան երրորդ երեխա եւ պետությունը իր ձեռքն է մեկնում, որովհետև երրորդ երեխան արդեն որոշակի ֆինանսական դժվարություններ է իրանից ենթադրում եւ այստեղ պետությունը իր ձեռքը մեկնում է։ Կապված առաջի երկրորդների նվազման հետ, դրանք պայմանավորված են ամուսնության տարիքի բարձրացմամբ, երեխա ունենալու, մայրանալու տարիքը նույնպես բարձրանում է, բայց ամենագլխավորը դա մեր բնակչության սեռատարիքային կազմն է եւ դա ունի պատմական շղթա տասնյակ տարիների եւ դրան մեծապես նպաստել է բացասական իմաստով 90-ականների հատկապես արտագաղթը, որովհետեւ այդ ընտանիքներից Հայաստանում չծնված երեխաները այսօր պիտի դառնային ծնողներ, իսկ նման իրավիճակում մենք
ավելի լավ պատկեր, քան այսօր ունենք, մի քիչ դժվար է պատկերացնել։ Արման Ղազարյան։ Պարոն Խաչատրյան, ինչքան հեշտ է գնալ հետև եւ ասել 90-ական թվերի, դուք փաստա ծնելիության առումով գյուղական բնակավայրերում կրկնակի նվազում ունեք։ Մահացող համայնքներ են, չեն կարողանում մեկ դասարան կամ մեկ խումբ ձևավորել, որպեսզի մանկապարտեզ գնան։ Հիմա դուք ինչքան էլ ասեք, որ 90-ական թվերի մարդը 35-40 տարեկան մարդ, ինչ երեխայի մասին է խոսքը։ Ձեր մեղքը ճիշտ ընդունեք եւ ճիշտ ասեք, բայց հարցս վերաբերում է այլ բանի։ Հիմա ապրիլ ամսվանից 26 թվականի դե դուք եք խոսում, թողեք ես ավարտեմ, մի լանդատ խանգարում եք, այ։ Դե չգիտեմ, իմ ասում եմ 440 մարդուց 436 ծնունդ կրճատվել է, թիվ վերցրա նայվ, եթե չես հավատում։ Համեցեք հարցը ձևակերպեք, խնդրեմ։ Ապրիլ ամսից բոլոր անկանխիկ են գնալու։ Հիմա դուք ինչպես եք այդ խնդիրը լուծելու, առաջի խումբ աշմանդամները եւ ֆունկցիոնալության խնդիր ունեցող մարդիկ, որոնք ունեն լուրջ խնդիր չեն կարողանում, տարին մեկ անգամ ընդամենը կարող են մոտենալ բանկում կամ միտեղ, որ ստորագրեն իրաց ներկայացությունը ֆիքսած գործող օրենքով։ Հիմա iPost-ի ներկայացուցիչը տանում էր այդ մարդկանց գումարները, տներում բաժանում էր եւ իրանք փորձում էին իգնորույն տնօրինել իրաց չնչին կենսաթոշակային գումարները, որ պարտադրված ավարտում են, տանում եք բոլորը անկանխիկի։ Այդ մարդկանց խումբ, խոցելի խմբերի մասով ինչ լուծումներ եք առաջարկում դուք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ես չասացի 80-ականներ, ասացի 90-ականներ եւ այդ 90-ականների ծնված երեխաները այսօր կլինեին մոտավորապես 30 տարեկան, ես 44 տարեկան եմ, բայց մեծ ցանկությունն եմ եւս երեխա ունենալու։ Ինչ վերաբերում է անկանխիկի անցման նոր ընթացակարգերին, մենք այսօր քննարկում ենք ձեր նշած խմբերին, հաշմանդամություն ունեցող հատկապես առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ մեծ տարիք ունեցող անձանց հետ կապված տեղաշարժման խնդիրներ ունենալու հետ կապված բանկ ներկայանալու հարցերը եւ մենք դրանք բնականաբար հասցեագրելու ենք, այսինքն միգուցե մեր սոցիալական աշխատակիցների տունայցերի միջոցով այդ հարցերը կկազմակերպենք կամ քարտը տրամադրել բանկերի միջոցով կիրականացնենք։ Ես նշեմ նաեւ, որ առաջին եւ երկրորդ հաշմանդամության խումբ ունեցող անձանց մեծամասնությունը այսօր ինքնակամ արդեն ստանում է իրենց կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով, սա շատ ուրախալի փաստ է այն իմաստով, որ մեր ծրագիրը աշխատում է նաև հետվճարի խրախուսման դրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Խաչատրյան, դուք լուծումը դեռ չունեք, ասում եք, որ մենք տեսնենք, բայց այդ օրենքը որ բերել եք եւ պարտադրում եք, որ բոլորը պետք է անցնեն անկանխիկի։ Կոնկրետ ես չլսեցի լուծման տարբերակը։ Առաջի խումբ հաշմանդամ մարդը, ինչպես է անկանխիկ տնօրինելու այդ գումարը։ Բերեք ձեր մտածած ինչ-որ տեսլականը, որը որ մտածում եք։ Եվ արդյոք դա օրենքի խախտում չի, որ դուք այս օրենքով պարտադրում եք մարդուն իր ունեցած ֆինանսական միջոցները ձեր ուզած ձևով ծախսի, անկանխիկ այդ թվում։ Այսինքն ստեղ դուք իրավունքների խախտում չեք տեսնում։ Իմ կենսաթոշակային գումարն է, որ ես տարիների վեր աշխատել եմ եւ կուտակել եմ, հիմա էլ փորձում եմ հետ ստանալ ինչ-որ իմ կեցությունը, բարություն ապահովել համար, հիմա դուք օրենքով պարտադրում եք, որ չէ, պետք է պարտադիր անկանխիկ գնաս, լճեք էլ լուծեք մարդու շարժողականության, մնացած լոգիստիկ խնդիրները եւ այլն եւ այլն։ Ստեղ իրավական առումով խախտում դուք չեք տեսնում օրենքի։ Պարոն Ղազարյան, իրավական առումով չենք տեսնում խնդիր, որովհետեւ խոսքը ոչ թե ծախսման պարտադրանքի մեջ է, այլ ընդամենը վճարման եղանակի մեջ է հարցը դրան է վերաբերում, որովհետև այնուամենայնիվ շահառուն ազատ է իր ծախսման եղանակը ընտրելու, այսինքն այդ նույն քարտով կարող է, եթե մեծ ցանկություն ունի կանխիկ վճարում կատարել, կարող է նաև կանխիկացնել, այդ սահմանափակումը չկա, ուղղակի անկանխիկի մասով մենք էական խրախուսումներ ենք դրել նաև իր տարբեր էֆեկտները հաշվի առնելու համար։ Մենք կապված խոցելի խմբերի հետ շփումների մասով ունենք գրեթե ավարտուն, ես քիչ առաջ մոտավոր ներկայացրեցի ինչ տրամաբանությամբ կարող են տեղի ունենալ եւ վստահ եղեք, որ մենք հունվար ամսին արդեն, չնայած որ ապրիլից է գործարկվելու, հունվար ամսին մենք լուծումները վերջնական կունենանք եւ նաեւ կհայտարարենք, կծանոթենք եւ մեր շահառուները չեն տուժի որևէ կերպ այդ նոր մեխանիզմներից։ Շնորհակալություն։
Շնորհակալություն հարցերի համար նախատեսված ժամանակը ցավոք ավարտվեց կառաջարկեմ ելույթների տեսքով հարցերը ուղղել մնացյալ այժմ Հարակից զեկույցով հանդես կգա աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը համեցեք Շնորհակալություն Հարգելի գործընկերներ, ես կուզեի անդրադառնալ մի քանի հարցի, քանի որ հիմնական զեկուցողը նշեց